ուզում եմ հիշել երջանակահիշատակ Գարեգին առաջինին, թող լույս իջնի իր շիրիմին, ինքը Սարդարաբադի օրվա հետ կապված մի հրաշք ուղերձ ունի, ընդհանրապես այդ մարդը ֆանտաստիկ ռետոր էր, ցավոք իր հայերենը մենք դժվար էինք հասկանում, իսկական հայերեն, բայց ինքը մի հետևյալ բան է ասել, ասում է իմ ամենասիրած պատմությունը Աստվածաշնչում նա է, որ Սողոմոնի տաճարի դռան մոտ դրամապանակներ էին, դրամարկղեր էին դրած եւ մարդիկ մոտենում էին այդ դրամարկղին գումար էին գցում, հետո մտնում էին աղոթելու եւ մոտենում է մի կին, որը գցում է 2 լումա եւ Հիսուս աշակերտներին ասում է, որ այս կինը տվեց իր ամենավերջինը, ինքը ամենաշատն է տվել, քանի որ տվել է ամենավերջինը։ Ու ասում է, այդպիսի մի դրամապանակ կա դրած մեր պետության, մեր պատմության, մեր ժառանգության դրան առաջ։ Գրիգոր Լուսավորիչը այդ դրամապանակում դրեց իր արցունքներն ու մեր հավատը, Մեսրոպ Մաշտոցը դրեց հայերեն տառերը, Վարդան Մամիկոնյանը դրեց իր սուրը, մեր նահատակ զինվորները տվեցին իրենց արյունը, մենք ինչ ենք դնում այդ դրամապանակում, մենք ինքներս ինչ ենք դնում այդ դրամապանակում, այսօր արդյոք դնում ենք այն վերջինը ինչ ունենք, որ կարողանանք մեր զավակներին թողենք այն սրբության սրբոցը, որը կօգնի իրենց հետագայում ապրելու։